Բարև ձեզ հարգելի ունգընտիրներ, ագընտիրներ եւ սիրելի լեմականներ։ Վանացայնեն ձեզի հետ ենք հոյտալեմի արձիվ հայդակրով։ Այսօրվա մեր հայդակիրը կսփրենք ուղագի հայրենիքեն Երևանեն։ Մեզի գրնակ հետևի լսելով վանացայնի եթերեն, ինչպես նաեւ գրնակ դիտել հոյտալեմի եւ վանացայնի թիմադեդրի զույգեչերեն։ Այսօրվա մեր հայդակիրը նվիրված է Լիզբոնինգի կորձողության 40-րդ ամյակին։ Թյուրին է բակմության էջերը վերածել սոսկ հիշադագի նշումներու փուլիմը, երբ դարին անգամ գխոնարինք հուշարձաններու արջև ու գվերաթարնանք մեր առօրյա հանգիստին։ Սակայն Լիզբոն 5-ը երբեք չէ եղած ու պիտի չլա սովորական հիշադակությունը։ Անիկա պատմական բահումը սարեցված թրվակը չէ, այլ անդադար փափախող զարգերակման է, որ այսօր ավելի քան երբեք կփախի մեր իրականության թռներուն։ 5 երիտասարդներու սխրանքը ինքնանպատակ զոհողություն չէր, այլ հավաքական անդարբերության եւ քաղաքական լրության թեմ արձակված ամենեն բարձր ահազանգը։ Այսօր այդ ահազանգը նույն թափով, սակայն դարբեր ձևաչափով կհնչե, որովհետեւ ջագատները փոխված են, բայց վտանգները մնացած են նույնքան ահավոր։ Մերօրյա բայկարը չի բահանջեր զենքի բայթյուն, բայց կբահանջե գամքի անխախտ ամրոցներ, որոնք կթիմացրեն արդի աշխարհի հոսանքներուն։ Երբ սերունդը կգանքնի հոգևոր, մշակութային ու ազգային դակնակներու թիմաց, Լիզբոն 5-ը գդառնա փարոյական չափանիշ։ Արժանի ենք այսօր այդ հիշադակին, երբ ազգային ինքնությունը համաշխարհայնացման մեջ եւ անդարբերության մեջ կդառնա ցանկի թյուրին ուղեցույց։ Իսկական բայկարը այսօր կմղվի հայ դբրոցի լուսավոր դասարաններում մեջ, միութենական ակումբներում մեջ, համայնքային ցանկի աշխուժացման մեջ, լրատվական դաշտի բատնեշներում վրա եւ մեր հավաքական գիտակցության սահմաններեն ներս։ Հոն է, որ հայ երիտասարդը ամեն վարքյան գնդրե դեր գանքնիլ իր արմատներուն, մերժելով թյուրին ու հանգիստ ցանկի բادرանքները եւ հանցնարությունը դարձնելով առօրյա ապրելակերպ։ Հոյտալեմի էջ, աստակ 25 հուլիս 2026։ Այսօրվան մեր հյուրն է ընկեր Ժիրայ Բեջեկյանը։ Բարի եկած եք արձիվ հայդակիր։ Շատ շնորհակալ ենք, որ այս առիթը ստեղծեցիք եւ մեր հրավերին ընթարաչելով այսօր այս հարցազրույցը իրականացնենք հայրենիքեն ներս, այնպես որ շնորհակալություն։ Ես շնորհակալ եմ հրավերի համար։ Անցնենք մեր արցումներուն ընկեր։ Ավելի քան 40 տարիներ անց, այս տարի 40-րդ ամյակը կնշենք, Լիզբոնի կորձողությունը կհաստատե, որ անլոկ պատմական հիշադակը չէ, ինչպես որ գարտացինք։ Այսօր եթե այս նվիրակորձված սրբակորձության մասին պիտի պատմենք մեգումը, որ բնավ դեղյակ չէ Լիզբոնի մասին, ինչ պետք է անպայման ճիշտ ըմբռնե եւ ինչ է որ ընդհանրապես սխալ կհասկացվի մեկը, ասենք թե մեկը երբ որ լսե եւ չի գիտեր Լիզբոնի մասին։ Ասենք առաջին հիմնական թեման որ կա, պիտի մարդոց բացատրել եւ հասկացնել, որ ինչ որ այսօրվա աշխարհի մեջ գերց քարոզչությունը կա իբր թե տերորիզմի ահաբեկչության հետ կապված, պիտի շատ հստակորեն դարբերել գույր ահաբեկչությունը, քաղաքայիններու թեմ եղած ահաբեկչությունը եւ հայկական զինյալ բայկարը անունները նույնիսկ դարբերելով եւ Լիզբոնի կորձողությունը դնելով հայկական զինյալ բայկարի որպես կակատնագետերեն մեկը։ Միաժամանակ Լիզբոնը պիտի նաեւ կարողանալ ներկայացնել որպես մեկ օղակը զինյալ բայկարին իրեն նախորդած կորձողություններով եւ իրեն հաջորդած կորձողություններով եւ նաեւ խոսելով արդյունքի մասին, Լիզբոնի արդյունքի մասին։ Լիզբոն եւ շարունակությունը եղած զինյալ կորձողություններով, որոնք հաստուցին մեկտեղ, ուր հայտարարի շուրջ հայության իրավունքներու շուրջ բադը որ կար, լրության բադը որ կար, այս կորձողությունները գցան բադը կանթել եւ հայկական հարցը հայ ժողովրդի թադը տնել քաղաքական սեղանի վրա։ Այսինքն պետք է ուղղակի բացատրել, որ անչափ բան չէր, սկիզբը ուներ շարունակություն եւ արդյունքը արձակել, որովհետեւ ճիշտ այսպես պատմությունը հասկացվի։ Մանավանդ նաեւ խոսիլ, որ հայկական հարցը չէ սկսած 1975-ի զինյալ կորձողություններով։ Հայ թադի հետաբնտումը, այսինքն զինյալ կորձողությունները նաեւ իրենք շարունակությունն էին ամբողջ կորձընթացիմը թիվանակիդական, քաղաքական, հարաբերական աշխատանքներով ամբողջ կորձընթացիմը շարունակությունն էին եւ եղան շատ ավելի հետևանքը այդ
նորմալ, բնականon, թիվանակիդական, քաղաքական աշխատանքներուն թիմած դրված բادرուն բոլոր պետական բոլոր կառույցներու կողմէ եւ արևելքի եւ արևմուտքի կողմէ եւ ասել որ այս բոլորը արդյունք էին միջազգային անդարբերության, քաղաքական խաղերուն, այդ բոլորին եւ այդպես չէր որ ինչպես որ քիչ առաջ դուք ասեիք, ասես գույր միայն անձնազոհության ինքնասպանության ասես գործողությունը չէր։ Շատ լավ։ Այսօր շատ երիտասարդներ գսկան թե մեկ անհատը չի գնալ փոփոխությունը մեջտեղ բերել, բամը փոխել։ Լիզբոնի 5-ի օրինակը ինչ պատասխան կուտա այս մտորումներուն, այսինքն ինչ կսորվեցնա անոնց օրինակը այսօրվա երիտասարդին, պատասխանատվության, առաջնորդության եւ հանձնարարության մասին, եթե ասենք։ Լիզբոնի գործողությունը այսօր պիտի նայել որպես ուղենիշ եւ այդպես չէ որ անհատները շատ բան չեն գտնար փոխել։ Անհատները կգնան շատ մջամբաներ բանալ, որուն կհետևին ուրիշներ։ Վերջին հաշվով Լիզբոնը բացավ ջամփա, որուն հետևեցան ուրիշ մարդիկ, Լիզբոնեն առաջ եղած գործողությունները ջամփան բացին Լիզբոնի տղոց թիմած կրցան ստեղծել այն մթնոլորտը, որում մեջ Լիզբոնի գործողությունը դարձավ իսկապես այդ օրվա հրամայականը։ Վերջին հաշվով զինյալ գործողությունները, անհատ տեսփաններու թեմ եղած հարցակումները, գործողությունները, տեսփանադուներու թեմ եղած գործողությունները դեղը պետք էր ապրեին իրենց ասպեսած աճը հասնեին որոշ կակատնագետիմը եւ Լիզբոնի գործողությունը դարձավ շարունակապար եղած 1975-ը մինչեւ 83 եղած գործողություններու թակադրումը, ասես որոշ ձևով եւ այդ դղակը, ինչպես որ նախորդները իրենց համար ճամփապացած էին, իրենք ալ ճամփապացին ուրիշներու եւ այստեղ պետք է նաեւ անդրադառնալ, որ Լիզբոնը միայն զինյալ գործողություն չէր, որ հայտարարի աշխատանքներում մեջ պես ջեղկում առաջացուց, Լիզբոնի գործողությունը նաև օրինակ դարձավ 1989-90-91 տարիներուն Հայաստանի մինչև 93 եւ 4 նույնիսկ Հայաստանի մեջ Արցախյան ազատամարտի մասնակցող ճոգատներուն համար։ Լիզբոնի դողոց այդ վիդեոն, որում մեջ իրենց պատկամը կփոխանցեն Արցախյան ազատամարտի մասնակցող ճոգատներու համար ռազմական գործողությունների առաջ կամ իրենց նախապատրաստական աշխատանքներում մեջ ներշնչումի աղբյուր է։ Այո։ Եվ եթե այդ 5 դղակը ճիշտ եւ գտնեին այսպեսի իրավիճակ, եթե 5 տղակ առանց Հայաստան դեսած զլալու, առանց Հայաստանի հողին վրա ոտք դրած զլալու, ունին այդ համարձակությունը կնալու այս տեսակի գործողության, իրենք որոնք իրենց քյուղերուն, իրենց հողին, իրենց հայրենի տարածքին վրա են, այդ բարդավորությունը գսկային հետևելու, շարունակելու, ամբողջացնելու այն աշխատանքը, որը սկսան Լիզբոնի դղակը։ Շատ լավ։ Ամեն տարի մենք կնշենք ցերնարկներով, միջոցառումներով աշխարհի ամեն կողմերում, ուր որ գա դաշնակցությունը։ Արդյոք այս հիշադակի ցերնարկները կարևոր են, գիտենք, բայց բավարար են այսօրվա մեր ասենք աշխարհին այդ քայլ բահելով, ինչպես կրնանք մեր հերոսներուն հարկանքը վերածել ամենօրյա պատասխանատվության, այսինքն հիմա որ ընկերային ցանցեր ունենք, մեր թիմած միջոցը ընդարձակ է եւ լայն է եւ թվային աշխարհին հետ ասենք քայլ բահելով, ինչպես կրնանք Լիզբոնի պատկամը փոխանցել ցևովը կամ լեզվովը, որ գհասնի նոր սերունդին եւ այսպես իրենց կներշնչե եւ հանրությանալ ուղագի հասանելի գլա այս պատմությունը, գործողությունը, ասենք։ Իմ անձնական կարծիքն այն է, որ որևէ մեկ ակտի, որևէ մեկ գործողության Լիզբոնի դղոց կամ դարբեր նաեւ Հայաստանի հայրենիքի հայտարարի համար զոհված դղոց հիշատակը հավերժացնելու հիմնական ցևը աշխատանքն է։ Որքան ալ որ մենք միշտ խոսենք 43 տարի առաջ եղած, 44 տարի առաջ եղած կամ 50 տարի առաջ եղած գործողության մասին, մեր հարկանքի այդ ասես ասած մատուցումը բագասավոր գլա, եթե մնա այդ սեվականության մեջ։ Վերջին հաշվով նաև ժամանակը գուքա մորցնելու, նվազեցնելու աստեցությունը այդ հիշադակի գործողություններում։ Եվ շատ բարձ ես տեսած եմ իմ մեծ հայրս եւ մեծ մայրս, որոնք ցեղասպանություն են ճողոպրած են եւ ես իրենց մեջ լսած եմ որոշ բաներ։ Իմ զավակներս հազիվ թե տեսած են իրենք կամ մանկության 1-2 լուսանկար ունին։ Իրենց առնչությունը ուղղակի չէ եղած անոնց հետ։ Իմ թորներս բացարձակ իրենց համար միայն պատմություն է։ Ֆիլմներում տակնակ գաբը գբաքսի աստեցությունը կթեթևնա եւ կդառնա աստեցած ինչ որ
որոշ հարազատություն ունեցող Պատմությունը։ նույնը Լիզբոնը գրնալալ, եթե մենք Լիզբոնի տղոց պատկամը կորձի չվերածենք։ Եվ այսօր այդ աշխատանքի հիմնական գրվանը Սփյուռքն է, որտեղ պիտի շարունակել հայաբահբանումը, շարունակել հանձնարարու երիտասարդի գազམավորումին համար աշխատանք տանիլը, բայց նաև այսօր կա այն դարածքը, որ հայրենիքն է, որուն համար այդ տղակը զոհվեցան։ Եվ եթե այդ տղոց հիշատակը պիտի հավերժացնել, Հայաստանի մեջ աշխատանքը շարունակելով, Հայաստանի անկախությունը ամրապնդելով, Հայաստանի մեջ ազատություններու պահպանման համար աշխատանք գնելով եւ այդ բոլորը հին ու նորը իրար խառնելով։ Վերջին հաշվով այսօր սոցիալական մեդիաները որ կան, քարոզչականաց մեթոդները կան, այդ մեթոդները բոլորը նաեւ պիտի ընկալել որպես զենք, ոչ որպես միայն դարածք, ուր կրնանք մենք մեր ըսելիքը ըսել եւ քալել երթալ, չէ։ Ինչպես կգազմագերբել այդ զենքը, ինչպես գվերածել իսկապես աստու միջոցի իր պատկամով, իր ծևով, այսօր ֆրանսիացիին համար, վաղը ամերիկացիին համար, մյուս օրը հայ մարդուն համար, այդ ամբողջականության մեջ Լիզբոնը դառնա շարունակական աշխատանք, ոչ անպայման անձնազոհությամբ, անպայման ինքզինքը բայտեցնելով, բայց իրենց դված պատկամը շարունակելով հայրենիքը բահել, հայրենիքի համար ունել ամեն ինչ։ Այսինքն պետք է հասկանալ, որ Սփյուռքը եւ հայրենիքը մեկ օղակ են, Արցախն մեկ կողմ ունենալով այդ օղակին մեջ եւ միասնապար կորձել հաշվի առնելով նոր արարությունը, այսինքն ինչպես ասիկ զենքը, երբ որ զենք կսենք, social media-ին զենք կսենք, ուրեմն շատ ասթետիկ է, այնպես որ պետք է սերդել եւ այդ բաները բոլորը կորձածել իշահ մեր ասենք կորձունեության։ Տեսեք, եթե 1983-ին կարելի էր մտնել տեսփանադուն եւ բայտեցնել քեզի եւ այդով հայտարարի շուրջ բան ստեղծել, մտնոլորտ ստեղծել, աղմուկ ստեղծել, այսօր աշխարհը հասած է այնպիսի տեղ, որ այդ գործողությունները կրնալ իրականանալի չեն, բայց այսօր աշխարհի մեջ կա արհեստական բանականությունը սպածը, cyber security սպածը, այսօրվա ամբողջ աշխարհի զենքերը դարձած են ուրիշ մագարտակ, դրոններու մագարտակներ, ռոբոտներու մագարտակներ, եւ մեր դրամատուրգիան դագեն բոլորը հասանելի են, մանավանդ երիտասարդության համար, որ այդ մտնոլորտի մեջ կաբրի, այդ մտնոլորտի մեջ գաջի, այդ բոլորը պիտի միախմբել։ Ինչ անենք առանց զենքի, առանց ուժի, մարդ մեզի մեր իրավունքները պիտի չտա։ Ուզենք կամ չուզենք, ուժով պիտի վերցնենք մեր պատկանող հողերը։ Արցախն ալ, եթե պետք է նաև Արևմտա Հայաստանին որոշ տարածքներ ալ, ինչ որ պիտի ունել, առանց ուժի, մանավանդ այն մարդիկը, որոնց թեմ մենք կանգնած ենք, թուրքն է։ Եվ թուրքին հոգեբանությունը եվրոպացիի հոգեբանություն չէ։ Չէ, արևմտյան մարդու կամ ռուսի հոգեբանություն չէ։ Թուրքը թուրք է։ Եվ պիտի հասկանալ, որ իր հետ ամեն ինչ կնես, բայց վերջավորության անպայման ուժի լեզվով պիտի եզրակացնել ինչ որ պիտի իրավունքը գծնի։ Այդ բոլորի ուղղությամբ պիտի պատրաստվի սոցմեդիա, հայաբահբանում, դպրոցի ուսուցչություն, չգիտեմ, անգլերենով հայ ժողովրդի նույնիսկ ամենաբզիկ բանը անգլերենով կամ ասենք բզդիկ դասընթացները որ կրնանքնել, անոնք բոլորը գաստեն յետք աբակային երբ երիտասարդը գաջի եւ գահասունա գրնա կորձածել այդ բոլոր բաշարները որ ունեցավ։ Ձեր գարձիկով այսօր հայ երիտասարդին համար ամենամեծ մարդահրավերը ինչ է, այսինքն հայ երիտասարդը, տաշնակցական երիտասարդը ինչ մարդահրավերի դիմաց կանգնած է, որն է անիկա ցուլումն է, անդարբերությունն է, կամ դեղեկատվական աղմուկին հետ քայլ բահելն է, նայելը որ մեկն է ճիշտը, սխալը եւ այլն, թե ուրիշ այլ բան է։ Եվ 2026-ին այսօր մենք ազգային բայկար ինչպես կրնանք տանել, աս բոլոր այսպես շփոթներուն մեջ։ Նախ հստակ իմանալն է, որ մենք ինչ կուզենք, մեր թիրախը ինչ է։ Ճշտել։ Ճշտել այդ մեկը, որովհետև եթե կար ժամանակ, որ հայտարարի թիվանակիդական հետաբնտումներ, ասես ասած, թիրախը կամ քերակույն արժեքը, որու համար կբայկարեին, հետո դարձավ զինյալ բայկարը, հետո ունեցանք մենք որպես ասես ասած գայմ, որու ուղղությամբ կերտանք, ունեցանք հայ արցախյան պատերազմը, Հայաստանի անկախության ամրապնդումը այսօր աս հանգրվանին բոլորս ալբիդի ընդունին որ փաց մտա։ Այդ փացը բագասողակը փագելու խնդիրը կա եւ ճանչնալու որ մեր խնդիր, մեր թիրախը աս հանգրվանին 2026 երբ Արցախը գործընթացած ենք Հայաստանի մեջ կան այս իշխանությունները
Թուրսը հայկական համայնքները, քաղաքները իրենց կառուցվածքը փոխված է, իրենց փոխված են, գա ֆիզիկական վտանգը, գա նաև ցուլման վտանգը, որ շատ ավելի լրջացած է, որովհետև Լիբանան, Սուրիա, այդ համայնքները, որտեղ դու գրնայր վարգերակն էին սպիրկին աշխատել, թուրացած են, իրի ընդունի լացողը, եւ կացած են դեպի Եվրոպաներ, Ամերիկաներ, ու շատ ավելի հանգիստ ցուլումը քեզ կտանի, բայց բոլորի մեջ հստակեցնելն է, որ մենք ինչ կուզենք, եւ այս բոլորի մեջ նաև հստակեցնել ոչ թե միայն մենք ինչ կուզենք Լիբանանի մեջ, ինչ կուզենք Ամերիկայի մեջ, ինչ կուզենք Ֆրանսիայի մեջ, հստակեցնել, որ մենք ինչ կուզենք անել Լիբանանի մեջ Հայաստանի համար։ Չի նշանակեր Լիբանանը ցկել եւ Հայաստան կալ անպայման ամբողջ համայնքով կամ Ֆրանսիան ցկել եւ այլ, բայց Ֆրանսիայի մեջ ինչ պիտի ունենք Հայաստանը հզորացնելու, Լիբանանի մեջ ինչ պիտի ունենք Հայաստանը ավելի հզորացնելու, ինչպես պիտի դարձնենք Հայաստանը այն գրվանը, որում մենք մեր կրնակը պիտի տանք սփյուռքի մեջ եւ պիտի շարունակենք կոյադևել, աջիլ, զարգանալ եւ Հայաստանը պիտի դառնա մեր ուժի աղբյուրը։ Մենք ալ իր ուժի աղբյուրը։ Իրար պիտի զորությունը պետք է երկկողմանի լա, որովհետեւ կոյադևենք։ Անշուշտ, եւ պիտի չդառնա արևդուր, պիտի դառնա միասնություն։ Այո։ Ես քեզի հասկան դվի ու ինձ հասկան դվի ադիգա չէ խնդիրը։ Մենք ինչպես պիտի դառնանք մեկ ու միասնական եւ մանավանդ երիտասարդության բարակային ու պիտի ընդունել, որ ազգանվեր երիտասարդություն կա Հայաստանի մեջ, ազգանվեր երիտասարդություն կա Սփյուռքյան ամեն մեկ համայնքի մեջ եւ այս տղատն ու աղջիկները ինչպես իրենց թիմած պիտի հստակեցնեն թիրախը, ուղղությունը եւ բոլորը միասին աշխատին ատկացով։ Շատ բարի։ Լիզբոնի մասին խոսելու ընթացքին չենք կրնար մեր մտորումներն անմասն բայել Արցախը։ Հիմա դժբախտաբար այս հարցը ասцеվով պիտի ուղեմ, բայց հուսախապություն մգա որոշ եք որ Արցախի մասին խոսենք դժբախտաբար, որովհետև այլևս կորսնցուծած ենք այս հուսախապությունը ինչպես կարելի է վերածել նոր ուժի, ինչպես կարելի է այդ հուսախապութենը ներշնչվել, փամը առնել եւ Լիզբոնի ոգին այսպես նույն ոգեշնչող այդ ուժը լա եւ տաշնակցական երդասարտին համար մղող ուժ դառնա։ Այսինքն ինչպես հուսախապութենեն ներշնչվինք։ Տեսեք, երբ որ Լիզբոնի գործողությունը եղավ 1983, մեկ հատ հիշեք Հայաստանը ինչ վիճակի մեջ էր։ Հայաստանը խորհրդային Հայաստան էր։ Այո։ Այսինքն նույնիսկ երբ Հայաստանը խորհրդային էր, երբ այդ բատկերը նույնիսկ չկար, որ խորհրդային միությունը օր մգրնա տապալիլ եւ Հայաստանը գրնա անգախանալ, այդ վիճակին մեջ, այդ իրավիճակին մեջ Լիզբոնի դղակը գրծան ուժը գտնել իրենց մեջ, իրենք կազմակերպողները գրծան ստեղծել այդ միջավայրը, մթնոլորտը, որ այդ երիտասարդները դաստիարակվին եւ Լիզբոնի դղակը, որ դաստիարակվեցան, հավանաբար Լիզբոնի նույն պատրաստակամություն ունեցող ուրիշ երիտասարդներ կային։ Այդ դղակը գրծան երթալ եւ ընել այնպիսի բան, որ ամբողջ աշխարհը ցնցեց։ Եթե Լիզբոն գրծար կազմակերպել տուն որպես ժողովուրդ եւ որպես կազմակերպություն այդ պայմաններում մեջ ու ոչ մեկ հույս կար որ Հայաստանը գրնա անգախանալ, դեսնել Հայաստանը անգախ, այսօր որ Հայաստանն ալ կա անգախ, Արցախյան խնդիրը պիտի դեսնել որպես ժամանակավոր դժվարություն, որը կարելի է շրջանցել։ Անշուշտ կարելի է շրջանցել։ Այսինքն ասկից առաջ պատահած է, ասկից առաջ եղած է, պատկերացրեք, որ խորհրդային պայմաններում մեջ, տակավին խորհրդային իշխանության պայմաններում մեջ, Սփյուռքով եւ Հայաստանով, մանավանդ տաշնակցության մասնակցությամբ, դու գրծար Արցախի մեջ ինքնապաշտպանության ամբողջ համագարկ ստեղծել։ Կնշանակե, որ այսօր ալ գրնաս աշխատանքի ծևերը փոխված են, մեթոդները փոխված են, հասկացությունները փոխված են, բայց կարելի է այդ բոլորը նորեն կազմակերպել, վերակազմակերպել, բայց այստեղ կա մեկ շատ կարևոր խնդիր, որ պիտի տնել բոլորիս առջև։ Եթե այսօր Արցախը չկա, Արցախը չլարու պատասխանատվությունը բոլորիս է։ Այո։ Ամեն մեկ հայ մարդու պատասխանատվությունն է Արցախի մեջ ապրող, Հայաստանի մեջ նվազագույնն է Արցախի մեջ ապրող մարդու պատասխանատվությունը, բայց Հայաստանի մեջ ապրող ամեն մեկ հայ մարդու եւ Սփյուռքի մեջ ապրող ամեն մեկ հայ մարդու պատասխանատվությունն է ինչ որ բադայեցավ Արցախի մեջ։ Եթե մենք Արցախը չցկեինք 120,000, 130,000 մարդով, եթե Արցախի մեջ լար 500,000 մարդ, Արցախը այսօրվա ճակատագրին չէր մաղթել։ Բայց մեր բոլորին համար
Արցախը եղավ այնտեղը, ուր կերտայինք, շատ կուրախանայինք, շատ լավ ժամանակ կանցնեինք, անկախացրել ենք, ազատագրել ենք, ասարել ենք, ադարածենք, քանի մը բաժակալ կխմեինք եւ գցկեինք կվերաթարնայինք մեր դեղերը, ցկելով որ Արցախի այդ հսկայական տարածքը մնա 120, 130, 140 հազար մարդու պատասխանատվություն։ Պիտի ունել, բայց նաեւ դեր պիտի կանգնել մեր հաջորդ հաջողությանը, որ անկասկած պիտի կա։ Անկասկած պիտի կա, այդ վստահությունը պիտի ունենալ, այդ ուղղությամբ պիտի պայքարել, այդ ուղղությամբ պիտի պատրաստվել, կենտրոնացնել ուժերը։ Այդ աշխատանքին վրա կախում չունի, որ Հայաստանի մեջ ինչ տեսակ իշխանություն է, իշխանությունները միշտ կուքան ու գերտան, հայրենիքը մնայուն է։ Հայրենիքի հետ Արցախի համար սպյուրքով Հայաստանում մենք Արցախը պիտի վերադարձնենք հետ։ 2 տարի վերջ, 12 տարի վերջ չկա, այդ բանը չկա, ասես դեդլայնները չկա, այո, ժամկետ չկա։ Բայց կարևոր է բայկարը ողջ պահելն է, այդ բայկարը արթուն պահելն է, այդ գիտակցությունը արթուն պահելն է եւ շարունակ աշխատել, բայկարը զարգացնել, հանգրվան առ հանգրվան զարգացնել։ Պիտի վերադառնանք ուրեմն։ Հաստատ։ Եթե բաղմը պատկերացնենք, որ Լիզբոնի գործողության պես գործողությունը այսօր բադայեցավ, այսօրվա մեր պայմաններուն մեջ բոլորովին դարբեր աշխարհակաղակական ասենք տվյալներով, ըստ ցեզի ինչը պիտի մնար նույնը եւ ինչը պիտի փոխվեր, թե ասենք գործատրության մեջ, թե ժողովրդի ընկալումին մեջ նաեւ։ Ամեն ինչ կախված է ինչպես կներկայացնես։ Եթե օրինակ ցկենք որ արևմտյան մամուլը ներկայացնե որևէ աշխատանք, որ մենք ունենք ոչ անպայման լիզբոնյան գործողություն, սովորական նույնիսկ գործողություն, մարդիկ պիտի ներկայացնեն իրենց ուզած ձևով։ Մեր խնդիրը այն է, որ մենք պետք է ունենանք բավականաչափ լծակներ, բավականաչափ հստակ պատկերացում, որ մենք ինչպես ներկայացնենք որևէ մեկ աշխատանք, որ գնենք ամբողջ աշխարհին, եւ ինչպես հասկանալ, որ մարդիկ ինչպես գնգալ են եւ այդ ընկալումին համապատասխան մեր սելիկը ասել։ Հետաքրքրական բան կար, որ մեր պատանեկան միություններու մասին նույնիսկ երբ որ կմտածենք 1970-ական 80-ական թվականներուն Լիբանանի պատանեկան միություններու հանդիպումներուն սև-սպիտակ ֆոտոկոպի կամ եղած Քևորգ Չավուշի մասին մեկ հատ թղթիկ մգուտայր, այդ երեխաները գուրախանային այդ բոլորով։ Հիմա դասանի նույն փոխանցությունը Facebook-ի վրա գտնես, փոխանցությունը չի փոխվի։ Ցևը կփոխվի, հանգարց երեխաները նույն խանդավառությամբ, կրնան բադանիները նույն խանդավառությամբ փիդեն կարդալ։ Մեկ հատ animation-ով, մեկ հատ երաժշտությամբ, այդ ցևերը կփոխվի։ Պիտի կարողանալ հասկանալ, որ ինչպես պիտի ներկայացնել, ինչպես պիտի հրամցնել, ինչպես պիտի պատճառաբանել, ինչպես պիտի նախապատրաստել եւ շարունակությունն ալ։ Դա լավ ծրագրված։ Անշուշտ, լավ ծրագրված իր աշխատանքով, իր քարոզչությամբ, իր ներկայացումով, արդյունքով եւ հաստատ որ դեր գասնի, պատկամը դեր գասնի։ Շատ բարի։ Իսկ վերջապես եթե պատկամ ունենայիք ընկերներ, այլ որ տաշնակցական երիտասարդին մի ուղիք, ինչ կլար այդ պատկամը, որ հետը պիտի դանի իր ամբողջ կյանքը։ Ինձ համար այդ պատկամը միշտ մեկ եղած է։ Տաշնակցական երիտասարդը Հայաստանին դեր պիտի գնա։ Հայաստանը խորհրդային է եւ շատ է դարաշականներ, որ Հայաստանը խորհրդային էր ու լեմական էինք, սոմական էինք, կփորձեինք սովետական դեսպանատունեն վիզա ստանալ, որպես ուսանող եւ այլն ելնել կալ Հայաստան։ Տաշնակցական երիտասարդը չի նշանակել, որ անպայման բոլորը, բայց հիմնական այն տաշնակցական երիտասարդը, որ կրնա, պիտի ելնե, պիտի կա Հայաստան։ Որովհետև Հայաստանը աս երկիրը, եթե պիտի մահենք, եթե հայրենիքը պիտի դառնա մեր համար քերակույն նպատակ, ադիգա միայն գրիվով չէ։ Պատերազմի ժամանակ վերջին հաշվով աս երկրի մեջ ասկան միլիոն մարդ կաբրի, զինվորը կձակի, կամ մեջտեղ ուկա զինվորը, կամավորն ալ մեջտեղ ուկա։ 44 օրյային պետք է դեսնել ինչպես ամբողջ ժողովուրդը դարձածեր փանակ։ Այո։ Երևանեն սկսած մինչև ծայրամասերը։ Գամավոր փանակ։ Բայց Հայաստանը միայն գրիվով չէ, միայն պատերազմով չէ։ Հայաստանը պիտի բահել աշխատանքով, Հայաստանը պիտի բահել քարքարի վրա տնելով, Հայաստանը պիտի բահել այստեղ ապրելով, այստեղ զավակներ ունենալով, այստեղ կորց հաստատելով, այստեղ Հայաստանի մեջ ծնած մարդուն հետ միասին գիսվելով,
իրմե սորվելով Եվ սորվեցնելով։ սորվելով։ Այո։ Այդ փոխհարաբերության մեջ է որ ամեն մեկ հայ որ սպիրկի մեջ ծնած է գտարնա Հայաստանի, ասես ասած, բանավանդ դաշնակցական երդասարտը իր գամքով, իր թաստի արագությամբ կդառնա Հայաստանին դեր քաղաքացի եւ Հայաստան գուկա դիրոջ իրավունքով, ոչ թե որպես տուրիստ։ Այո։ Դիրոջ իրավունքով գուկա ամեն մեկից հողին դեր կգենա, այդ է իմ անձնական կարծիքով դաշնակցական երիտասարդի առաքելությունը սկսելու համար այդ է հաստատ որ մնացյալ ընկերներ, այն ընկերները, որոնք պիտի չկարողանան այդ քայլը առնել, պիտի շարունակեն բահել բահբաները սպիրկը, պիտի շարունակեն նոր երիտասարդները պատրաստել, որովհետեւ անոնք եւս նույն առաքելությունը վերցուցած Շարունակեն։ կան վերադառնան հայրենիք, որևէ դեղացնել իրենք իրենց փույնը տնեն, իրենք իրենց ոտքը տնեն, իրենք իրենց հողին վրա որպես դեր ապրին։ Շատ շնորհակալ ենք ընկեր Ժիրայր։ Դարձյալ անգամ եւս շնորհակալ ենք, որ ընթարաճեցիք մեր հրավերը եւ այսօր հոս միասնապար այս հետաքրքիր հարցազրույցը ունեցանք, հուսալով որ նման այցներ եւս կգրկնվին։ Հարգելիներ, կփակենք մեր հայդակիրը դարձյալ մեջ բերելով աստագի մեր խոսքեն, շեշտելով որ մեր պատկամը հստակ է եւ անոր կգարձե թե Լիզբոն 5-ը անցյալի փոշոտ էջերուն կպատկանի չարաչար գսխալի։ Այդ գրագը այսօր Գաբրի երակներում մեջ յուրաքանչյուր հայ երիտասարդի, որ գմերժե ձունգի կալ մարդահրավերներու թիմաց, գմերժե ցուլվիլ ու գշարունակե գարչած մնալ իր իրավունքներուն։ Իբրև հոյիտա Լիբանանի երիտասարդական միություն մենք չենք սքար մեր հերոսները, մենք կշարունակենք անոնց կիսած սքած ճանապարհը, գառուցելով, բայկարելով եւ հաղթելով ամենուրեք։ Այսօր մեր երթումը նույնն է՝ դառնալ այն շանթը, որ գջեղկե խավարը եւ ապացուցել, որ Լիզբոնի գայձը երբեք չմարող հուր մնե։ Իբրև դաշնակցական երիտասարդներ, մեր առաքելությունը այս կդակը փոխանցել ոչ միայն խոսքերով, այլ նաեւ կորձով, որբեսի աբակայի հայ երիտասարդը նույն հբարդությամբ ու ոգեշնչումով շարունակե երթը թեպի հարաճ։ Հարգելիներ, այսպիսով հասած կլանք մեր այսօրվա հայդակրի ավարտին։ Մեր այդակիրը նվիրված էր Լիզբոն 5-ի գործողության 43-ամյակին, մեր հյուրն էր ընկեր Ժիրայր Բեջեքյանը։ Հայդակիրը սփռեցինք Երևանին։ Դարձյալ դիտելու համար գրնակ այցելել Վանացայինի YouTube-յան ալիքը, ինչպես նաև հոյթալ Էմիթի մատեդրի էջը։ Կհանդիպինք տարբեր հաղորդումներով, ցտեսություն։